Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեղությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել են Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանին։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով։ Պարոն Արշակյան, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դուք մասնակցելու եք Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով։ Ինչն է ձեզ դրդել մասնակցել այս ընտրություններին, հաշվի առնելով ներկայիս քաղաքական դաշտի բևեռացվածությունն ու մրցակցությունը եւ ինչու հենց այս կուսակցության ցուցակով, այլ կուսակցություններից առաջարկներ չկային։ Երևի 3 պատճառ ասենք։ Առաջինը Եվրաքվեի համերաշխության հանգամանքը կար։ Ես ակտիվորեն մասնակցել եմ, իմ հնարավորությունների սահմաններում ակտիվորեն, որ ասում կուսակցություններ են մասնակցել, 4 կուսակցություն առանձին վերցրած ազատ քաղաքացի հասարակական, ուզում ասեմ նրանց ռեսուրսները եւ իմ անհատական ռեսուրսը համեմատելի չեն, բայց ես իմ հնարավորություններով ակտիվորեն մասնակցել եմ ու մնացել եմ այդ դիրքերում Եվրաքվեի, եվրոինտեգրացիայի դիրքերում մնացել եմ ու քանի որ մյուս մեր գործընկերները այն կուսակցությունները, որոնք որ համերաշխային այդ 2 տարի առաջ նրանք հեռացել են իրենց ծրագրերով են։ Հիմա զբաղված ես մնացի այնտեղ։ Պատկասեք, ես մնացել եմ այդ կղզու վրա։ Եվ պարզվեց, որ մյուս կղզու մյուս հատվածում կար նաև Հանուն Հանրապետության կուսակցություն, այդպես ասած մենք մնացինք, որտեղ նախաձեռնություն կար համատեղ ծրագրերի միասին մասնակցելու, այսինքն մենք ուզում էինք շարունակել։ Ես դրանցից մեկն էի, որ հավատում էի դրան, մտածում էի, որ մենք կկարողանանք այս խմբով նաև ազգային ժողով գնալ, որպեսզի ինչ որ մենք երազել ենք, ինչ որ մենք ինչի համար որ մենք պայքարել ենք, նաև ազգային ժողովում դա անենք։ Անկեղծ, որպեսզի ձեզ հետ շատ անկեղծ լինեմ, ես նույնիսկ ինքս չէի նախատեսել, որ ազգային ժողովի ընտրություններին ես ինքս կմասնակցեմ։ Մտածում էի, որ բավական հարմարավետ կարգավիճակ ունեմ քաղաքականության մեջ, կարծես թե կամ, բայց պատասխանատվություն չեմ կրում։ Դա գիտեք, թե թոշակառոյաման ինչքան հարմար է։ Մասնակցում ես, բայց հաշվետվություն չես տալիս քո արածների համար կամ չարածների համար, լավ էր։ Ու մտածում եմ, որ այդպես էլ կգնամ, հետո ես օրացույցով գիտեմ, որ վերջը մոտ է։ Ինչ որ տարիքում մարդիկ զգում են, որ վերջը արագ մոտենում է, ինքն է մոտենում, մենք չէ։ Ուրեմն մնացինք մենք Արման Բաբաջանյանի կուսակցության, թույլ տվեք այդպես ասել, Հանուն Հանրապետություն կուսակցության հետ մնացինք այդ հարթակում մենակ։ Ես այդպես կարծեցի, որտեղ նրանք հեռացան իրենց գործերին, մեր գործընկերները։ Կրկնություն ստացվեց, բայց ոչինչ ներեք։ Ու Արման Բաբաջանյանը նախաձեռնություններ ասում էր հավաքվենք եւ ընդլայնված ցուցակով գնանք, որտեղ որ կարող են անկուսակցականները նույնպես ներկա լինել։ Այսինքն դա մի քիչ գայթակղի չէ։ Գիտեք, նորից անպատասխանատվության հարց է դրվում։ Այսինքն կուսակցականները շարք են կանգնում, կարգապահություն կա, պարտավորություններ կան, անկուսակցականին հրավիրում են այդ գնացքը առանց տոմս։ Գնացքը գնում եք, ես ասում են արի պապիկ, հարմար տեղ կա հղիների եւ տարեցների համար առանձին նստելատեղ ունենք, մի տեսակ այդպես է ստացվում։ Ինձ այդպես հրավիրեցին Խուրշուդյան Հովսեփն է իմիջիալս նախաձեռնող եղել, ես երախտապարտ եմ իրեն հիշում, որովհետև չէի ուզում, ինչ պետք է համոզեի, մի քիչ էլ ձևեր էի թափում։ Ու չստացվեց այդ ընդարձակ, ընդլայնված ցուցակը տարբեր պատճառներով։ Նույնիսկ երևի եթե հետևել եք Խուրշուդյան Հովսեփը ցանկը տպեց մի 35 հոգու, այդտեղ ես էլ կայի։ Ու տարբեր պատճառներով հեռացան ցանկի մասնակիցները, այդում եւ ինքը պարոն Խուրշուդյանը։ Ու մի բան էլ ասեմ, որ ոմանք հիմա նորաձև չի ու դրա վրա ուշադրություն չեն դարձնում ծրագրային դրույթները։ Ես քանի որ ժամանակ ունեմ, հիմա հետևում եմ Քարոզ Արշավին հետևում եմ, ոչ միայն Քարոզ Արշավին, այլ քաղաքական գործիչների հրապարակային ելույթներից։ Ես գիտեմ նրանց ծրագրերին ծանոթ եմ։ Ամենահարմարը ինձ շատ հարմար էր Հանուն Հանրապետության կուսակցության ծրագիրը։ Մի հոդվածը ուղղակի այնտեղ շատերը կան, որ հարմար են,
այսինքն առանց կասկածի կարելի է քվեարկել այդ հոդվածների օգտին, բայց մեկը ռեաբիլիտացիայի մասին հոդվածը, որ կուսակցությունը պայքարելու է տուժածներին, ռեժիմի տուժածներին, այսինքն ռեժիմների գուցե ասենք, հա, իրար հաջորդող, այսինքն հետ սովետական, ինչու՞ չէ, նաև սովետական ժամանակվա տուժածների, ասենք Նժդեհից, կամ ավելի հետ գնանք նրանք, ովքեր որ հալածանքի են ենթարկվել իշխանության կողմից կամ պետության կողմից, բայց արդարացված չեն կամ ուշադրության մատնված, հիշատակը հարգել, իսկ ովքեր որ ողջ են, օրինակ մարտի 1-ի զոհերին, փոխհատուցում տալ, ներողություն խնդրել նրանցից։ Պատկերացնում եք հանուն հանրապետության կուսակցությունը իր ծրագրերից մեկը, ծրագրի կետերից մեկը դա է, որ ներողություն խնդրենք մարդկանցից, ում որ պետությունը պատժել է, մենք չխնդրենք, պետությունը խնդրի։ Դա ինձ շատ հարմար բան է։ Եթե ուրիշ բան չլիներ, օրինակ ձրի առողջապահություն, ձրի չէ, ապահովագրված կամ պատվիրված բարձրագույն կրթությունը, հետո այդ հավասարաչափ զարգացում, Երևան քաղաքը լից կա թափել, կամ այսուհետև զարգացնել շրջանները։ Տեսեք ինչ հետաքրքիր ծրագիր ունեին, ես այնպես այդ հրավերը առանց սակարկելու, հենց ասաց, այո, ասաց մի անգամից, ասաց ես դրա մասին մտածել եմ, այդ քաղաքական խորհուրդը հանուն հանրապետության կուսակցության, հենց իրանք ինչ-որ բան արեցին, հանդիսավոր ձևով, ինչ-որ այսպիսի մի բան կար, ես ունեն, գիտեք, իրենք ստուդիա ունեն, ստուդիայից հետո ունենց բան ասեցին, մենք առաջարկություն ունեն, ասեցի համաձայն եմ, ասեցին մի րոպե, բա չես ուզում մտածես, ասեցի ես արդեն մտածել եմ, նախորոք մտածել է, սպասում էի այդ հրավերին և համաձայն եմ սիրով կգամ։ Այսինքն, պարոն Աշակյան, այս թվարկածների համար պիտի ընտրողը գնա ու հենց ձեզ ձայն տա։ Չէ։ Ինչի համար, ինչով եք տարբերվում, ձեր առաջարկը, նկատի ունեմ կուսակցությունը, ինչով է տարբերվում մյուսներից։ Տեսնում եք, մենք հիմա սպասում էի, գիտեք, տան պատրաստվել եմ այդ պատասխանելու։ Հիմա շատ մոդա է, մարդիկ կարծում են, թե իրենք այնքան ներկայանալի են, հատկապես թիվ առաջիններ այդ ցուցակներում ներկայանալի են, գրավիչ են, գայթակղիչ են, գալիս են նկարվում են իրենց նկարներն են ցույց տալի իրենք իրար հետ, իրար դեմ, բռունցքներով, ձեռքերով, աներով, այսինքն ես կարծում եմ, որ այդպես չի, մեր քաղաքացիները հիմա կոչվում են ընտրազանգված, էլեկտորատը շատ կիրթ փորձառու է, տեսեք ինչեր ենք անցել մենք, հիմա օրինակ իմ նմանները հիշում են նաև Բրեժնևյան ընտրությունները, սրանց 50-60 տարի առաջ են եղել ընտրություններ, դրա ենք նույնիսկ հիշում, այդ բոլոր ընտրական պրոցեսներին մեր քաղաքացիների հատկապես տարեցները ծանոթ են, ուրեմն չի կարելի մոլորեցնել, որ ասում են չխաբվեք, հարգելի ընտրողները ձեզ խաբում են, հետո ասես որ ինձ կարելի է խաբել, ես իրոք միամիտ եմ, բայց ոչ այնքան, որ ինձ որևէ մեկը ոչ այնքան ներկայանալի արտաքինով, ոչ այնքան ներկայանալի լեզվով, ոչ այնքան հասկանալի ծրագրով խաբի ինձ։ Ես դրա համար դուք ինձ ինչի տեղ եք դրել, իսկ ես շատ եմ, մենք շատ ենք, ես չի կարելի խաբել, մենք չենք խաբնվի, ուրեմն մենք հաշվի ենք առնում և անձնակազմը, տեսեք դուք ասում եք ձեզ ուրիշները չէին հրավիրում, բալոնց չեն հրավիրի, եք նման են։ Հրավիրել, իհարկե հրավիրում են, բայց ինձ համար կարևոր է հրավիրողը ով է և ինչի համար է հրավիրում, ինչ ծրագիր ունի, ինչ նպատակներ ունի, ես ընտրելու հնարավորություն ունեի և շատ հնարավոր է, որ շատ մի կարևոր բանից հրաժարվել եմ և իրենց համար և ինձ համար կարևոր, բայց ես իմ ձայնը տալիս եմ հանուն հանրապետության կուսակցությանը։ Ինչ եք կարծում, կհաջողվի ձեզ անցողիկ շեմը հաղթահարել, համեմատության համար նշեմ 21-ին Շիրինյան Բաբաջանյան դաշինքը ստացել էր ձայների ընդամենը 1.5%-ը և չէր անցել խորհրդարան։
Ինչ է փոխվել այս մասով, ինչ է կարծում։ Ես ասեմ 3.5% ստացածներն էլ չեն անցել։ Ես այսպես եմ դնում հարցը իմ առաջ, ասելիք կա։ Ես բան ունեմ ասելու։ Կուսակցությունը, որին որ ես աջակցում եմ, կամ իրենք են ինձ աջակցում, այստեղ փոխշահավետ է։ Ես պետք է ասեմ, որ այնպես չի, որ ես գնացել լծվել եմ կառքին, ծայլին, գնացքին, ինքնաթիռին, չէ։ Փոխշահավետություն կա։ Իրենք ինձ ասպարեզ են տալիս, խոսքի ազատությունով ասում են, ասա ինչ որ դու ուզում ես։ Մեր ծրագրի մեջ եթե կա, ավելի լավ, եթե չկա, դու ասա։ Դու քո ասա, մենք հարթակ ենք տալիս քեզ։ Դա մեկ։ Ես մի 2 ամիս հրավիր, տեսեք դուք ինձ հրավիրել եք։ Օրակարգն էլ հենց դա է։ Ես ասելիք ունեմ, այդ դա հիմա կասեմ։ Երկրորդը իսկապես իմ ասելիքին մի մասը իրանք էլ են ասում։ Մենք գաղափարակից ենք։ Երրորդը որ շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, մենք 2 տարի առաջ մտանք Տղմուտ գետը։ Մտանք Եվրաքվեն, դա ես ինքս էլ համարել եմ արկածախնդրություն։ Երբ ինձ հրավիրեցին, ասեցի որպես արկածախնդիր գալիս եմ։ Ես կասկածում եմ, որ 50-60 հազար ստորագրություն մենք կարող ենք հավաքել։ Հորը տեսեմ, դու դժվար է, որովհետև եթե չկան շոկեքարշ կազմակերպություններ, ասենք այդ օլիգարխիկ, քրեօլիգարխիկ ընդդիմությունը կամ քաղաքացիական պայմանագիրը եթե չի աջակցելու, մենք ռեսուրսներ չունենք այս փոքր քանակով, անձնակազմով, կուսակցությունների համար դժվար կլինի, բայց որպես արկա ավանտյուրա, որպես ավանտյուրիստ ես ասեցի գալիս եմ ձեր հետ, ես կգամ, հավանում եմ ծրագիրը, պատկերացնում եք Եվրոմիությանը ստիպում ենք, մենք ասում ենք գնում ենք դուրը ծեծենք, բան թուղթ ենք ուղարկելու, չէ, այցեքարտը չէ, այս ստիպել է, Եվրոմիությանը ասում ենք, որ ընդունեք մեզ, տեսեք, սկանդալ է, եթե չընդունեք, դուք լավ եք։ Բայց ինչու դիմում հայտ չի ներկայացնում իշխանությունը։ Այդ երկրորդ հարցը մի համբերեք դրան էլ պատասխանում, ես սա վերջացնեմ։ Հետաքրքիր է։ Մենք հիմա համընկնում են մեր իմ տրամադրությունը եւ ձերը։ Ուրեմն ես մտա այդ խաղի մեջ, մտա այդ գործի պայքարի մեջ, ու հիմա կեսից հետ դառնալը այդպես եմ համարում մի փոքր դասալակություն է, մեր մասում դասալակություն է, հակռիվը սկսեցինք, հիմա ես ասում դե լավ, ես մեծ մարդ եմ, տեսեք երբ եմ ծնվել այն մարդ, Ստալինի փեչատով, բանով, դուք ինձ ուր եք տանում, Տղմուտ գետը, ընդ հոդացավ ունեմ, Տղմուտ գետը, բայց մտել ենք Տղմուտ գետը, արդեն գետն անցնում ենք, ես չեմ կարող այդ դառնալ, ես պետք է կռիվը շարունակեմ, կամ կհաղթենք, կամ էլ բարոյական հաղթանակ կտանենք, կամ ֆիզիկապես կհաղթենք, կհայտնվենք ձեր ասած տոկոսները, չեմ ուզում, ասեցինք չէ, դուք ասեցիք կես տոկոսից մինչև 3.5% ստացել են, դա բավական լուրջ թվեր են, տասնյակ հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր մարդիկ այս գործին նվիրված են, գոնե մենք գիտենք 60,000 հոգի մեզ վստահել է, ես նր համարեմ 6 հոգի, հա, 60,000-ից գոնե 6 հոգի ինձ սպասում է, որ ես չհեռանամ, այդ 6 հոգու համար, կամ 6,000 հոգու, կամ 60,000, կամ 600,000 հոգի, սիրուն բառը, նրանց ես չեմ կարող լքել, ուրեմն ես այս կռիվը պետք է շարունակեմ, ազգային ժողով կմտնենք, թե չենք մտնի միևնույն է, մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի անկախ եւ ժողովրդավարական երկիր, այդ դա եմ ես անում, ինձ այդ հնարավորությունն է տվել անուն հանրապետություն, կուսակցությունը, կկռվեմ իրանց հետ իրենց շարքերում։ Այսօր Գելափը հարցումների արդյունքները հրապարակել համաձայն որոնց ձեր քաղաքական ուժը չի հաղթահարում նույնիսկ 1%-ը։ Ինչպես է գնահատում այս հարցումները, արդյոք դրանք վստահելի են ձեզ համար։ Վստահելի չեն։ Ինչու։ Դրանք պատվիրված են, նույնիսկ Գելափը։
Եթե հիմա Բժեժինսկին եւ Քիսինջերը ձեռք տված գային, հանդե Չերչիլին ու Բիսմարկին էլ հետները բերեին, դա ես համարում եմ, որ հատուկ ծրագրի համար է դարված։ Ես դա որպես ելակետ։ Բայց որ այսօր ժողովրդավարական ուժերը ռեսուրսներ չունեն, ասպարեզում չկան, դա խայտարակություն է։ Այդ դրա համար եմ ես մնացել ու կռվում եմ, ոնց ժողովրդավարություն, անկախություն, ձրի անվճար բարձրագույն, անվճար ասենք ձրի չի դա, պետությունը կամ կորպորացիան է վճարում բարձրագույն կրթության համար, պատվիրատուն վճարում է, դրա պաշտպանները 1% ձայն ստանան, դուք պատկերացնում եք, ու ասպարեզում լուրջ այդ գելապի թվերով այնտեղ կան հատուկ քրեական նկարագրով, քրեական կենսագրությունով, քրեական ծրագրերով ուժեր կան, որոնք որ 10, 20, 30% ձայն են ստանում։ Դուք պատկերացնեք, ես ինչ վիճակում եմ։ Այսինքն իմ հայրենիքը, որին հիմա մենք պետություն ենք ասում, պարտադրում են ասում են ասա պետություն, հետո հայրենիք։ Ուրեմն իմ հայրենիքում պարզվում է, որ ազատությունները, մարդու իրավունքները, արժանապատվությունը 1%-ն է, ասենք ինչքան 1%-ը քանիսն է, 30,000 մարդ, հա։ Ուրեմն 30,000 մարդ մեր երկրում ուզում է արժանապատիվ կյանքով ապրել, 3 միլիոնը, 3 միլիոն մինուս 30,000-ը ուզում է ավազակաբարով պետությունում ապրել։ Այդ դրա համար ես այդ թվերին չեմ հավատում ու կարծում եմ, որ տգեղ բան է ստացվել, ստարտային վիճակի գնահատականն է դա, ստարտային վիճակի գնահատականով մենք մի քանի տոկոսի շրջանակում ենք, գրեթե բոլորս, ժողովրդավարական ուժերի մասին է խոսքը, որովհետև քրեա օլիգարխիկ ուժը բանտում չի, դուք պատկերացնում եք, գողը ավազակը բռնված, այդ ձեռքը բռնել ենք պետության գրպանում, քաղաքացիների գրպանում, ձեռքը բռնել ենք գրպանահատի, ու նա հիմա իշխանություն է ուզում, ես անունները չտամ, հա, նրանց մասին է խոսքը, ովքեր, որ հիմա քրեական հետապնդման են ենթարկվում մեր օրենքներով, այ նրանք վարկանիշ ունեն բարձր, ոնց չմասնակցես այդ կռվին, ոնց չմասնակցեմ ես, որ իմ հայրենիքին այդպիսի գույներով են ներկել, պետք է ես մասնակցեմ։ Պարոն Արշակյան, շատերը պնդում են, որ ձեր ուժը եւ մի քանի այլ ուժեր ընտրապայքարի մեջ են մտել ձայներ փոշիացնելու եւ անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը, վերընտրվելը, այսպես դրան նպաստելու համար։ Արդյոք արդարացված չեն այս պնդումները, հաշվի առնելով ձեր ներկայիս վարկանիշը եւ ընտրություններում ձեր գրանցած արդյունքը։ Ես կարծում եմ, որ փոշիացում իհարկե կա, ճիշտ կլիներ, որ համախմբված միասնական ուժերով մենք գնայինք, դա արդեն կդառնար առանձին մի ուժ, բայց ինչ որ ուժեր, բառախաղ չլինի դա, ինչ որ ուժեր ուզում էին փոշիացնել, բայց մեր ուժերը, մեր ձայնը փոշիացնել, մեր ռեսուրսը փոշիացնել, որտեղ մենք Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ այն մյուս ոնց է Սամվել Կարապետյանի ձայների հետ գործ չունենք, այսինքն մենք մեր ձայներն ենք, մեր հարթակը, մեր ընտրազանգվածին ենք փոշիացնում, ուրեմն դրանով մենք չենք նպաստում Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, չեք համագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե կհամագործակցենք այն ծրագրերում, որոնք որ համընկնում են մեր ծրագրերի հետ, այսինքն հենց այնպես Նիկոլ Փաշինյանը եւ Արման Բաբաջանյանը որպես ընկեր, դա ես համարում եմ ոչ քաղաքական վարքագիծ։ ԿՊ նախընտրական ծրագրին ծանոթ եք։ ԿՊ-ի այն ինչ որ հիմա իրենք անում են, մոտավորապես ենթադրում եմ դա ինչ է։ Այսինքն իրենք էլ ասում են, որ ինչ որ մենք կանք հենց դա ենք։ Ինչ որ դրույթներ կան, որ համաձայն չեք։ Հա, իհարկե կան բաներ, որ համաձայն չեմ, բայց դե հիմա ես չեմ ուզում հատուկ քննադատել այս թևին։ Օրենք ընդունելուց հետո, երբ որ քաղաքացիական պայմանագիրը օրենք դարձրեց Եվրաքվեն,
Արդեն մենք դարձանք այդ իմաստով դաշնակիցներ, գործընկերներ ենք դարձել, թող դա տեղի ունենա։ Բայց ձեր դաշնակիցը, ձեր գործընկերը միջև վերջ չի տանում ԵՄ Այո, անդամակցության։ տեսնեք, օրինակ 1 իհարկե պետք է Ասում են, որ օրակարգում չկա ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց, Հայաստանը նման օրակարգ չունի։ Կայա Կալասը ասաց, որ հայտ չի ներկայացնում ի վերջո Հայաստանը։ Այո, տեսնեք, ասում եք ինչ չէ, հենա դուք ասացիք էլի։ Բայց մենք առայժմ մեր խումբը հանուն հանրապետության կուսակցությունը դրա վրա հատուկ շեշտ չի դնում։ Հիմա մենք հատկապես համագործակցության համաձայնությունների խնդիրն ենք լուծում եւ բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ քաղաքացիական պայմանագրին մենք թողնում ենք հանգիստ, թողենք իր գործանի, մենք ուզում ենք ազգային ժողովում լինել քաղաքացիական պայմանագրի ընդդիմախոսը, մրցակիցը, հակառակորդը։ Տեսեք, ընդդիմախոս, մրցակից, հակառակորդ։ Այսինքն այդ երբ որ հասնում ենք ազգային ժողով կամ եթե չհասնենք ազգային ժողով, միևնույն է մենք պնդելու ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր դաշնակիցների հետ, եթե այդպիսիք կան, անհամարձակ, չկողմնորոշվող քաղաքականություն է վարում։ Մենք դա գիտենք, այդ հավասարակշռված, բալանսավորված քաղաքականությունը, ես կարծում եմ, որ աղետալի է Հայաստանը պետք է լինի հստակ կողմնորոշված, հստակ վարքագիծ ունեցող, շիտակ վարքագիծ ունեցող պետություն։ Մեր գործընկերները մեզ համակրող թե չհամակրող միջազգային գործընկերները պետք է իմանան ում հետ գործ ունեն։ Այսպես տատանվելը մի օր այստեղ, մի օր այնտեղ, մի օր նրան ենք լքում, մի օր նրան մյուսին ենք լքում։ Բալանսավորում նշանակում է մենք ձեզ լքելու ենք ինչ որ պահի, որտեղ անցնելու ենք ձեր հակառակորդի կողմը։ Հիմա, եթե մենք ուզում ենք մեր անվտանգությունը կապել արևմուտքի անվտանգության համակարգի հետ, ուրեմն մենք եվրազիական անվտանգության համակարգի հետ չենք կարող, նրանք մրցակիցներ են, հակառակորդներ են, հայտարարված եւ իրար վրա կրակում են հիմա։ 3 ուշ երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արքան եւ ասաց, որ հարկավոր է շարունակել պայքարել Եվրազիայի դեմ։ Նրանք պատրաստում են, կռվում են Եվրազիական միության, Մաքսային միության, ՕԴԿԲ-ի դեմ, ՍՆԳ-ի դեմ կռվում են։ Մենք հիմա երբ որ ասում ենք մենք հավասարակշռում ենք, մենք այսինքն մի օր օրինակ կենտ օրերին լինելու ենք Եվրոմիության դաշնակիցը, զույգ օրերին հակառակորդը։ Ես նրա համար մենք ասում ենք, դա ասենք դեմ ենք քաղաքական այդ կուրսին, քաղաքացիական պայմանագիրը կարծում եմ, որ սխալվում է եւ մեր երկիրը իզուր տեղը դառնում է թիրախ։ Դրանցից մեկի համար կամ երկուսի համար, բա որ երկուսը միանան, մեզ հայտարարեն դասալիկ, ռուսները մոտավորապես դա ասում են արդեն։ Ասում են մենք կռվում ենք, ձեր դաշնակիցն ենք, եկեք մասնակցեք մեր կռվին։ Մասնակցեք։ Դուք պահանջում եք, չէ՞ որ մենք գանք ձեզ պաշտպանենք։ Դե դուք եկեք մեզ պաշտպանեք, հիմա մենք ինչ ենք անելու որպես դաշնակից։ Ուրեմն մենք պետք է Ռուսաստանին ասենք, արդար պահանջ չի։ Արդար է, բայց եթե դաշնակից է, եթե հայտարարում ենք, որ մենք դաշնակից ենք, ձեր զորքը թող մնա, որ մեր համար կռվի, ուրեմն մենք փոխադարձության սկզբունքով մենք էլ պետք է գնանք իրենց համար կռվենք, իրենց աջակցենք։ Դրա համար ես ասում եմ կողմնորոշվել է պետք։ Կամ դաշնակից ենք, կամ առնվազն հեռու ենք, չեզոք ենք, չմիացած ենք, բայց չմիացած չենք, մենք ասում ենք, որ մեր անվտանգության համակարգը կապում ենք արևմուտքի զինված ուժերի հետ, արդեն ՆԱՏՕ-ի հետ վաղուց ենք համագործակցում։ 1992 թվականին ես եմ գնացել ՆԱՏՕ-ի շտաբ որպես Գերագույն խորհրդի պատգամավոր պաշտպանության հանձնաժողովում էի մեծ պատվիրակությունով գնացել ենք ՆԱՏՕ, ասել ենք մեզ ընդունեք։ ՆԱՏՕ-ն էլ ասել է համեցեք։ Դիմեք ձեր ստանդարտները համապատասխանեցրեք եկեք։ 1992 թվականից սկսած
մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք։ Հիմա արդեն ՆԱՏՕ-ի հետ միջնորդված ձևով ենք համագործակցում, չէ, առանձին Ֆրանսիայի հետ, առանձին ՆԱՏՕ-ի թույլտվությամբ Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը այդ զենքերը մեզ տալիս է ՆԱՏՕ-ի թույլտվությամբ, որտեղ ըստ ռազմական արտոնաբերության կանոնադրության թույլտվություն իրավունք արտադրության իրավունք տվողը նաև պետք է թույլտվություն տա։ Նա չի կարող մեզ այդ հրթիռները վաճառել հակաօդային պաշտպանության, եթե ՆԱՏՕ-ի երկրները, ովքեր որ այդ արտադրությունը նվիրել են տեխնոլոգիան, նրանք պետք է թույլ տան, այսինքն Հնդկաստանին թույլ են տվել, ՆԱՏՕ-ն ինքը չի ուղարկում, իր դաշնակիցը գործընկերը մեզ սպառազինություն է մատակարարում լավ որակի։ Չասենք ՆԱՏՕ-ի որակի, բայց մոտ ՆԱՏՕ-ի որակի սպառազինություն, այսինքն մենք օգտվում ենք արևմուտքի աջակցությունից, բայց նաև արևմուտքին մի տեսակ պատերազմել ենք հայտարարում։ Այդ բազան, ռուսական բազան, դա ՆԱՏՕ-ի դեմ է։ Ումից է պաշտպանում, ում է պաշտպանում, եթե պաշտպանում է, համենայն դեպս ՆԱՏՕ-ի դեմ է։ Տեսեք, մենք համ ՆԱՏՕ-ի հետ ենք, համ ՆԱՏՕ-ի դեմ ենք, համ ՕԴԿԲ-ի հետ ենք, համ ՕԴԿԲ-ին դեմ ենք։ Օրինակ տարաձայնություն ունենք մենք քաղաքացիական պայմանագրի հետ, եթե մենք մտնենք, չէ, հենց որ մտնենք ազգային ժողով, մենք այդ հարցը բարձրացնելու ենք արդեն ազգային ժողովում, օրենսդրական նախաձեռնություններով։ Մենք ընդհանրապես պետք է խրախուսենք եւ խթանենք քաղաքացիական պայմանագրի, եթե ինքը լինի մեծամասնություն, ես հույս ունեմ, որ ինքը կլինի մեծամասնություն։ Մի հարց կա, որ մենք ձեր հարցի մեջ դա կար, փոշիացման հետ կապված, ես հույս ունեմ, որ իրենք անպայման մեծամասնություն կստանան, ու այդ մեծամասնությանը հարկավոր է հաշվետվության կանչել։ Հիմա այսօրվա ընդդիմության տեղը զբաղեցնողը, ինչպես ընդունվածի հիմա ասելը, այդ ուժը չի պահանջում հաշվետվություն, ինքը այլ կորպորատիվ խնդիրներ է լուծում, ոչ պետական, ոչ ազգային խնդիրներով է, իրենց անվտանգության ունեցվածքի, ես չգիտեմ ինչ որ բաներ, լեզվակռիվներ են ինչ որ բաներ, ես հիմա տեսեք փոշիացման իմաստով չափազանց կարևոր է, որ գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը փոշիացնում է եւ ապահովում է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանի, քանի դեռ մրցակիցը Նիկոլ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանն է, Նիկոլ Փաշինյանը 60 եւ ավելի տոկոս ձայն կստանա։ Այսինքն դուք եք կիսում այն տեսակետը, որ էլի այդ հարցումների արդյունքով նախ Հայաստան դաշինքը սկզբում քիչ ձայներ ուներ, հիմա մի փոքր բարելավել է պատկերը, սակայն ՀՀԿ-ական ավեշուտ Սերժ Սարգսյանին այսպես հարող ինչ-որ շրջանակներ այդ հարցումներին հղումաներով ասում են, որ Շեմը չի հաղթահարի Ռոբերտ Քոչարյանի ուժը եւ ձայներ կփոշիացնի։ Դուք եք այսինքն այդ տեսակետը կիսում։ Ես այո, համաձայն եմ, որովհետեւ իսկապես Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը անցումային չի։ Ուղղակի մարդը անընդհատ սխալներ է թույլ տվել որպես քաղաքական գործիչ։ Պարոն Արշակյան, ինչպես է որ ձեր կուսակցության պարագայում այդ հարցումների արդյունքները վստահելի չեն, բայց եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում է արժանահավատ են։ Արժանահավատ չեն, ես այդպես չասեմ։ Հարցումներից ելնելով են նման ես տեսնում եմ ռեսուրսների օգտագործման տեսակետից։ Ես այդ չափով հիշողություն ունեմ, ես հիշում եմ ինչ եմ ասել։ Ես ոչ միայն դեմ եմ այդ հայտարարություններին վիճակագրությանը, ես կարծում եմ, որ դա քարոզչություն է։ Այդ դրա համար են արժանահավատ չեմ համարում։ Դրա համար արժանահավատ չեմ, որովհետև դա նույնպես ծրագիր է։ Դա ոչ միայն իրականությունն են արձանագրում, այլ պլանավորում են։ Մեզ արդեն դարձնում են այդպեսին։ Ես կարծում եմ, որ մեծ սխալ է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրություններին, կոպիտ սխալ է, որտեղ նրանք ընդամենը ով մասնակցի, միայն ԿՊ-ն։ Չէ։ ԿՊ-ին մրցակից ուժեր, որտեղ Սամվել Կարապետյանը, տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Ովքեր են մրցակից ուժերը։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում, Սամվել Կարապետյանը չի մասնակցում։ Իրականում ժողովրդավարական ուժերը։ Նրանք, որոնք որ մեր հենց նոր քննարկեցինք, որ հարկավոր է շիտակ լինել, հարկավոր է ժողովրդավարությունը զարգացնել, հարկավոր է բարեփոխումներ անել, սահմանադրությունը հարկավոր է տպել, ցույց տալ
հանրային քննարկման դնել սահմանադրության նախագիծը, մի նախագիծ է, քանի նախագիծ է, ընտրությունների մասին օրենք այս խայտարակ, տեսեք ինչեր են անում իրար, դա տոնավաճառ է դարձել, առնում են, ծախում են, մարդիկ ցուցակագրված են, արդեն կես տարի առաջ պլանավորել են, մարդիկ պարտք են վերցրել, վարկ են վերցրել, ծրագրով, որ ընտրությունների ժամանակ իրեն ձայնը կվաճառեն, փողը կստանան, կփակեն։ Տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն այդ իմաստով ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը կոպիտ սխալ է անում, թերացել է, որ այստեղ է ասել 8 տարի հետո դատաիրավական բարեփոխումները սկսվում են, ոնց թե չեն ավարտվել, դատավորները չեն փոխվել, ես նորից ասացի, հոկտեմբերի 27-ի գործը, մարտի 1-ի գործը փակված չի, կոռուպցիան, քանի դրամ է վերադարձվել։ Այդ ինչ է կանում, այդ տեսնում եք, որովհետև չունի մրցակից։ Ռոբերտ Քոչարյանը հոշահագրգռված չի, որ կոռուպցիան վերացվի։ Ձեր կուսակցությանը դիտարկում եք որպես այդ։ Որպես մրցակից, այո, ես ինչ որ ասացի կուսակցության ծրագրերից։ Ինչ տարբերություն ունեք, եթե դուք ձեր խոսքում նշեցիք պատրաստ եք համագործակցել Փաշինյանի հետ, ո՞րն է տարբերությունը։ Դուք արդյոք մրցակից կարող եք իրապես մրցակից համարվել։ Այո, համագործակցել ում դեմ, համագործակցել այնտեղ, որտեղ որ մեր ծրագրերը համընկնում են, օրինակ Եվրաքվեի ժամանակ միանշանակ է, չէ՞, մենք դա առաջարկեցինք, քաղաքացիական պայմանագիրը միացավ մեզ։ Հիմա մենք ասենք մի արի։ Չէ, ասեցին, որ լավ ծրագիր է, օրենք դարձրեցին, համագործակցեցինք, թե չէ։ Հիմա մենք ասում ենք, որ ձեր ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարի լավն է, բայց արեք, չեք անում։ Բարեփոխումները դատաիրավական անհրաժեշտ են, դուք հայտարարել եք, արեք։ Եթե դուք անեք, մենք ձեզ հետ կհամագործակցենք, բայց հիմա մենք ձեզ քննադատում ենք։ Մենք հաշվետվություն ենք ուզում, ասում ենք, բացատրեք ինչի չեք արել։ Արհեստավարժության պակասն է, կադրերի պակասն է, կադրեր չունեք։ Ձեր շրջապատում հնարավոր է, որ կադրեր չկան։ Դրսից հրավիրեք, դրսից արտասահմանից չէ։ Քաղաքացիական պայմանագրի այդ շրջանակից դուրս կան իրավաբաններ կան, տնտեսագետներ կան, նրանց հրավիրեք ձեր ընկերությունից, ձեր համայնքից, հա, ինչ է, ձեր աղանդից դուրս մարդկանց հրավիրեք, թող երկիրը բարեփոխվի։ Տեսեք, մենք այդտեղ համաձայն չենք, մենք մրցակից ենք, քննադատող ենք, պահանջող ենք։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր ամենամեծ սխալը եղել է իրավահաջորդի ընտրությունը, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին։ Ճիշտ է ասում։ Ինչու լարվեց երբեմն դաշնակիցների հարաբերությունները այսքան շատ։ Չէ, դա նոր չի լարվել։ Հենց հիմա ավելի խորացել է, տևական ժամանակ է բացվել է, ուղղակի հրապարակային է դարձել։ Իհարկե հենց սկզբից դա եղել է, որովհետև այդ ձևով իրավահաջորդ ընտրելը եւ ճանաչելը դա անազատության մեջ պահելն է, այսինքն դա նվաստացնող էր Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության համար։ Պատկերացնում եք, այսինքն Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը եւ չգիտեմ ել ինչ, Ռոբերտ Քոչարյանի հենարանը, նրանք այսինքն նվաստացրեցին հանրապետական կուսակցությանը, ասեցին, «Էս էլ քեզ միառժամանակ դու էլ վայելի, էս բանը, հեծանիվը մի կրուգել դու քշի»։ Իրենք բան են տվել էլի արենդայով։ Վարձակալության տվեցին հանրապետական կուսակցությանը մեր երկիրը։ Բնական է, որ հանրապետական կուսակցությունը համապատասխան վարկագիծ պետք է դրսևորեր։ Այսինքն չէր վերադարձնելու, նրանք լուրջ ընկերներ են։ Նույն դասի, նույն արժեքային համակարգը կրող են։ Ալիևի Կոմսոմոլն ու Պարտկոմն են էլի։ Նույն դպրոցն են անցել։ Քաղաքական դպրոցի մասին է խոսքը։ Նույն պրովինցիալիզմն է։ Նրանք իհարկե իրար պետք է խաբեին։ Իհարկե Սերժը չուզեցավ տալ եւ չտվեց, հետ չտվեց։ Տվեց Նիկոլին, այդպես ստացվեց, բայց այնտեղ մետրոպոլիայում այսինքն այս հրապարակային դառնալը լարվածության իշխանությունը Փաշինյանին տալու նաեւ իհարկե պետք է վերադարձնել այնտեղ։ Տեսեք ինչ հետաքրքիր փոփոխություն տեղի ունեցավ։ Փոքրամասնություն դարձավ մեծամասնությունը։ Այն ինչ որ մենք արդեն 20 տարի
30 տարի տեսնում ենք, որ ընդդիմությունը փոքրամասնություն է, ես ասեմ իմպերիական ընդդիմությունը չէ, իմպերիական չէ, եկեք ուրիշ ձևով դասավորենք, միշտ Հայաստանի քաղաքական դաշտում եղել են անկախական ուժեր, զարգացման ուժեր, մենք ունեցել ենք գործընկերներ եւ Ռուսաստանում, եւ Եվրոմիությունում, եւ Արևմուտքում, այդպես ասենք, եղել են ուժեր, որ գտել են, որ Ռուսաստանը այստեղ գործառույթ չունի այլևս, քանի որ ռեկոնկիստայի ծրագիրը վերացել է, այսինքն քրիստոնեական պետությունների վերականգնումը մերձավոր արևելքում անիմաստ է, պատկերացնում եք ասորական պետություն, Պոնտոսը հունական, Բյուզանդիան վերականգնվի ուղղափառ ասորեստան, մեր Սուրբ եկեղեցու հետևորդների մեծ Հայաստան, տեսել են, որ դա չի ստացվում, Ռուսաստանի գործառույթը այս տարածաշրջանում եղել է ազատագրել քրիստոնյա ժողովուրդներին, ստեղծել թագավոր ոնց որ Բալկաններում, ոնց որ Իսպանիայում, ազատագրել նախկինում քրիստոնեական, այ հակամահմեդական ծրագիր է եղել դա, մահմեդականներից հետ վերցնել քրիստոնեական տարածքները, ռեկոնկիստա են դա ասում, Ռուսաստանը լծվեց ու այստեղ հայկական, պոնտական եւ ասորական պետություն պետք է ստեղծեր, այդպիսի ծրագիր դուք լսել եք, ես չեմ լսել, չկա իրենց բոլոր ծրագրային հայտարարությունները Ռուսաստանի, արդեն երևի կարելի ասել 100 տարի, բոլշևիկներից սկսած, բոլշևիկների վերջին շրջանում, չի եղել, նպատակ չկա, ռեսուրս չկա, եւ կարևորը, որ զանգված պետությունը կառուցող ասորի չկա, պետություն կառուցող Պոնտոսի հույն չկա, պետությունը կառուցող Արևմտյան Հայաստանում հայ չկա, ում գնան օգնեն, Քուրդիստան սարքեն, Արաբստան սարքեն, ինչ սարքեն, չկա, Ռուսաստանը չունի այստեղ գործառույթ, հարստության տեսակետից այս տարածաշրջանը համարվում է աղքատ, ուրիշ բան չունի, չունենք հարստություն, այդ մոլիբդենը բանը դա ծիծաղելի է, դա Ուրալ կա, Չիլի կա, գիտեք, Մոնղոլիայում ինչ հարստություն կա, Աֆրիկայի մասին չեմ խոսում, ուզում ասել, որ որպես շահութաբեր գաղութ Հայաստանը, Վրաստանը շահութաբեր գաղութ չեն, աշխարհագրական քաղաքական իմաստ ունեն, լեգիտիմացնում էին ռուսական իմպերիայի գոյությունը արդարացնում էր դա, իմպերիան ազատարար գործառույթ ունի ռուս ժողովուրդը, ազատարար է, հիմա այդ ազատարարությունը չկա, ռուս ժողովուրդը հիմա ինքը իրենով է զբաղված, իր ներսում է զբաղված, ուրեմն եթե Ռուսաստանը որպես նվաճող, որպես ազատարար, որպես դաշնակից այստեղ անելիք չունի, մեր ռուսամետները, ռուսասեզները, ռուսաֆիլները բան են, ժամանակավրեպ են, ռուսները իրենք հեռացել են, այդ փոքրիկ զորամասը որ թողել են, ծրագրերը այն ժամանակվա գլխավոր շտաբի, որ Լենինը տպել է, Ստալինը հրապարակել են, մի քանի միլիոն ռուս զինվոր պետք է լիներ մեր տարածաշրջանում կռվող, ու Հայաստանը պետք է լիներ նրանց համար սննդամթերքի պահեստ եւ գոսպիտալ, այ Հայաստանը պետք էր այ մաքուր 90%-ով քրիստոնյա բնակչությունով ֆորպոստը ապահով գոսպիտալ էր, այնտեղ, օրինակ Վրաստանում, Գարդաբանիով, Մարնեուլիով, Ռուսթավիով, այնտեղ վտանգավոր էր գոսպիտալը, չէր կարելի վիրավոր զինվորներին հազարավոր թողնել այնտեղ, վտանգավոր էր, որտեղ կռվում էին խալիֆի դեմ, 16 թվականի ջարդերը, ռուսական ջարդերը Միջին Ասիայում լուրջ դաս են եղել ռուսների համար, նրանք հասկանում են, որ մահմեդականների դեմ կռվելու ժամանակ մահմեդական զանգվածը ական է իրենց երկրում, 25 միլիոն մահմեդական կա Ռուսաստանում, նրանք չեն կարող պայթեցնել, ուրեմն ռուսամետները մեր գնում են միտեղ, որտեղ իրենց վռնդել են, այդ տեսեք, Սամվել Կարապետյանի կարգավիճակը, Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը, Սերժ Սարգսյանի ռուսամետների իրենց ծրագրերով, ծրագիր ունեն, Հայաստանը կցել Ռուսաստանին տարբեր կարգավիճակներով, գուբերնիայից սկսած մինչև չգիտեմ ինչ։ Փաշինյանը ռուսամետ չի։ Ռուսամետ է։ Բայց Փաշինյանը
Նաև մյուս կողմից է հրավեր ստացել այդ դրա համար ասենք բալանսավորում։ Փաշինյանը նրանցից տարբերվում է, ասում է, որ կենտորերին ես արևմտամետ եմ, զույգ օրերին ռուսամետ եմ, կենտորերին արևմտամետ։ Բոլորի համար շահավետ ղեկավար է։ Չէ։ Ես ասացի, որ դա կոպիտ սխալ է։ Եթե Ռուսաստանը մեզ լքել է, օրինակ Արցախը, չեմ ասում է Ղարսը, Իգդիրը չեմ ասում, Վանը չեմ ասում։ Նա այնտեղից են մեզ վտարել, լքել է Ռուսաստանը, զորքերը հանել գնացել է, թողել է որ գենոցիդ լինի։ Ռուսաստանը Արցախը լքել է նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այսինքն ինչ է ուզում այդ Ռուսաստանից։ Լքել գնացել է իր հովանավորյալներին, իր շահերի ներկայացուցիչները քրեական հետապնդման են ենթարկում, ունեզրկվում են։ Դա ինչ կարգավիճակ է։ Այսինքն Ռուսաստանը լուրջ է, բա լուրջ Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը բանտում այդ արհեստական բանականությունով ելույթ կունենա, սահմանափակված են շարժվելու իրավունքները, խոսքի իրավունքը։ Ռուսաստանը այդպիսի պետություն է, որ իր դաշնակիցները գերության մեջ են։ Իր դաշնակիցները Բաքվում գերության մեջ են, ոնց չի կարողանում անել։ Այդ ոնց է որ չի կարողանում։ Թող երկու հատ նավ ուղարկի Աբշերոն։ Բայց առաջինը Հայաստանը պիտի ինչ-որ։ Չէ, Հայաստանը ինչի։ Որտեվ հայեր են։ Դա ուրիշ բան։ Մենք այո, մենք բոլոր հայերի համար համաձայն եք կարծես ոչ։ Համաձայն եմ։ Այսօր առավոտը ասեց Նիկոլ Փաշինյանը, ասեց որ մենք ինչ հնարավորություն ունենք, անում ենք։ Մեր հնարավորությունները սահմանափակ են։ Բոլոր հայերի համար մենք պատասխանատու ենք։ Պետք է նրանց աջակցենք, համաձայն եմ։ Հայաստանի քաղաքացիների նույնիսկ, բայց նրանք Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել են, միացումից հրաժարվել դուրս են եկել։ Մենք երբ որ 89 թվականին միացում արեցինք, նրանք դրանից հրաժարվեցին, նրանք դարձան ռուսական գուբերնիա, նրանք Արցախը դարձրեցին Ռուսաստանի գուբերնիա, այսինքն նրանք Ռուսաստանի շահերի ներկայացուցիչներն են, նրանք բանտում են, հայրենիքը լքված է, Արցախը լքված է, Արցախի ղեկավարությունը բանտում է, ռուսական Արցախի, ռուսասեր Արցախի, Հայաստանը Ռուսաստանին կապող, շղթայող Արցախը լքված է։ Տեսեք ինչ նուրբ բառ եմ ասում, մեղմ, լքված է։ Իսկ ղեկավարները բանտում են, դա Ռուսաստանի ծանր հարված է, բարոյական, քաղաքական, արժանապատվության, ամեն ինչ, ամեն տեսակետից, որ Ռուբեն Վարդանյանը բանտում է, դա Ռուսաստանն է բանտում, Հայաստանը չի բանտում, էթնիկ հայ է, բայց Ռուսաստանը բանտարկված է Բաքվում, Ռուսաստանի շահերը ներկայացնող էթնիկ հայերը բանտում են, Ռուսաստանը չի կարողանում նրանց ազատել, կամ գուցե չի ուզում գլխացավի մեջ ընկնել։ Մեզ դաս է տալիս Ռուսաստանը մեր որոշ քաղաքական ուժերի, ասում է, տեսեք ես ոնց եմ վարվում իմ ոնց հետ, էսի Կադաֆին չի, Սադամ Հուսեյնը չի, Բաբրակ Կարմարը չի, Բաշար Ասադը չի, Յանուկովիչը չի, բա որ մեկը այդ մարդիկ ինչ անեն ռուսները, որ մենք հասկանանք, որ ինքը զբաղված է իր գործերով, մի կախվեց Ռուսաստանի փեշերից։ Պարոն Արշակյան, նախորդին Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը, սակայն նրա այցի մասին տեղեկությունը Հայաստանը մինչև վերջին պահը գաղտնի էր պահում։ Ձեր գնահատմամբ ինչով էր պայմանավորված այս գաղտնիությունը եւ ինչպես եք գնահատում Մուստաֆայևի այցը Հայաստան։ Սադրիչ վիճակներից խուսափելու համար անվստահության հետևանք ես կարծում եմ կարող է իշխանությունը ավելի վստահ լինել, որոշել ես հաշտվել, կուրսը վերցրել ես, գուցե, տեսեք մենք ինչ ենք քննարկում, գուցե ինքը ավելի շատ բան գիտի, որ մենք հնարավորություն չունենք այսօր այլ ձևով մեզ պահելու։ Մենք չգիտենք, մենք չունենք այդ ինֆորմացիան, փակ է։ Մենք չգիտենք, ինչ պայմանավորեցին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի նախագահ Պուտինը ինչ պատվիրեց կռվել, ինքը կգա, թե
հաշտվել, ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկած տարբերակը, Եվրոմիության առաջարկած տարբերակը, Եվրոմիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ այս տարբերակն են առաջարկել, հրավիրել Մուստաֆայևին, հաշտվել, ճանապարհները բացել, առևտուր անել, տարածքային պահանջներ չներկայացնել, հայ դատը մոռանալ։ Փաշինյանը այս իրադարձությունը, այս այցը պատմական է որակում, համաձայն եք նրա հետ։ Այո, իհարկե, դե մենք էլ ենք համարում պատմական։ Այն աշխարհը, որ մենք չեմ ասում, ծնվել, որ մենք ժառանգություն ենք ստացել, դա փլվել է, չկա։ Իսրայել օրի, չգիտեմ, 200 տարվա ռեկոնկիստայի հայկական պետության արմյանսկայ царство ծրագիրը ոչ եւս լիկվիդացված է, չկա։ Հրաժարվել է գլխավոր սպոնսորը, գլխավոր գործոնը ռուսական իմպերիայի ուղղափառ եկեղեցու արշավը դադարել է։ Մենք հիմա մնացել ենք լքված ֆորպոստ։ Պատկերացնում եք հիմնական թիկունքը, հիմնական ուժը հեռացել է ֆորպոստից։ Ֆորպոստը ինքը մենակ մնացել է։ Հիմա պետք է իմանանք ինչ անենք։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինձանից շատ գիտի, ինչ պետք է անի, ինֆորմացիա ունի, նա հանդիպում է վճիռ ներկայացնող երկրների ղեկավարների հետ։ Օրերս հրապարակվեց կենսաչափական նոր անձնագրերի դիզայնը, ինչը քննարկումների ու քննադատությունների այսպես ալիք բարձրացրեց, մասնավորապես պատճառը գույնի փոփոխություններ, ինչպես նաև անձնագրում Արարատի բացակայությունը։ Նախ դուք ինքներդ ինչպես եք վերաբերում անձնագրերի փոփոխման նախաձեռնությանը եւ կողմ եք, որ դրանցում Արարատը չլինի։ Տեսեք, ես երբ որ գերբը հիմնը հաստատվում էր, ես այն ժամանակ պնդում եմ, ասում եմ, թող մնա Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունը, բառերը հարմարեցնենք։ Արամ Խաչատրյանը թող մնա, Մարտիրոս Սարյանի Արարատ լեռը թող մնա, որպես ժառանգություն, դա որպես իդեա, երազանք թող մնա, լավն են դրանք, բայց մենք փոխեցինք, դե եթե դա փոխեցինք, ուրեմն սա էլ կարելի է փոխել, թելադրում է ժամանակը, ճիշտ այնպես ինչպես հռչակագիրը այն ժամանակվա, այսինքն ռուսական իմպերիայի նվաճողական քաղաքականությունը հաշվի առնող հռչակագիր էր, որ ռուսական իմպերիան այստեղ լինելու է, մենք իր դաշնակիցն ենք, բարձր կարգավիճակով դաշնակից։ Հռչակագիրը դրա մասին է։ Բարձր կարգավիճակ, ընդհանրապես Ղարաբաղյան շարժումը ենթադրում էր, որ ռուսական իմպերիան այստեղ լինելու է, մենք բարձր կարգավիճակ էինք ուզում, որպես ավակ ինչ ասեմ, դաշնակից, դաշնակից բառն ասենք, որ այն մյուսների մեջ խտրական դաշնակից, պատկերացնում եք, մյուսների համեմատ լավը, դա է եղել, հռչակագիրը դրա մասին է։ Այսինքն դուք էլ եք համամիտ, որ շպիտի հողում արվի հռչակագիրի նոր սահմանադրություն։ Չէ, ես ասում եմ, Ձեզ համարել է կոնֆլիկտի հռչակագիր այդ այո, հռչակագիրը։ մենք հենց կոնֆլիկտ ենք հայտարարել, ասել ենք, որ պետք է պատժենք Թուրքիային։ Հանցագործը պետք է պատժվի, հռչակագիրը դրա մասն է, որ հանցագործը պետք է պատժվի։ Հանցանք է տեղի ունեցել 1915 թվականին, հանցագործը պետք է պատժվի։ Հիմա մենք կարող ենք հանցագործին պատժել։ Մենք չենք կարող պատժել։ Պիտի հրաժարվենք հռչակագրից։ Չէ, մենք կարող ենք պատժել, թե չէ։ Բայց պիտի հրաժարվենք, եթե չենք կարող, պիտի Չէ, հրաժարվենք տեսեք, հռչակագրից։ Եթե չենք կարող, ուրեմն չպետք է հայտարարենք, որ ուզում ենք պատժել։ Պետք է անենք այն, ինչ որ մեր ռեսուրսները բավարարում են, մեր դաշնակիցների հետ միասին։ Եթե մենք մենակ չենք կարող, ուրեմն պետք է հաշվի առնենք նաև մեր դաշնակիցների ցանկությունը։ Եթե որևէ մեկը ուզում է հանցագործին պատժել, մենք նրան կօգնենք։ Այս այդպես եմ հասկանում։ Հիմա կա որևէ երկիր, հզոր պետություն, որ ուզում է հանցագործին պատժել։ Չկա այդպիսի երկիր։ Մենք մենակ չենք կարող նրան պատժել։ Ես ընդունում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել։
Գենոցիդ հիմա գենոցիդ ասում եմ եղերն ասեմ։ Ջարդ է եղել։ Հայ ժողովուրդը հայրենազրկվել է իմ հայրենիքից ես զրկվել եմ։ Ես կարող եմ հետ վերցնել, չեմ կարողանում։ Հիմա արժի նրան գրգռել, ասել որ հենց ընկար խփելու եմ։ Դա մենք կարող ենք մտքում անել։ Եվ պարոն Աշակյան, ամփոփելով զրույցը, ինչու իշխանականները Թուրքիայի դրոշի այրումը դատապարտեցին, ամոթորակեցին, բայց Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումը չեն դատապարտում։ Անհամարձակությունից է, ինքնավստահ չեն։ Հարկավոր է հստակ եւ շիտակ լինել։ Վանդալիզմը պետք է դատապարտվի։ Մենք կարող ենք այդպես ասել, որ դատապարտում ենք վանդալիզմը, մշակութային նույնիսկ նոր ժամանակակից, նոր կառուցված մշակութային կոթողները չի կարելի ոչնչացնել։ Չի կարելի նաև սիմվոլները ոչնչացնել, դա էլ է վանդալիզմ։ Հասկանալի է բողոքի, էմոցիաների բան եւ այլ, դրանք ես ասում եմ պետության գործը չի։ Պետությունը էմոցիաներին չպետք է տրվի։ Բայց պետք է մենակ ասեն, որ մենք դեմ ենք վանդալիզմին, մենք ինքներս դա չենք անում, դուք էլ մի արեք։ Եթե մենք անում ենք, ուրեմն նրանց էլ ենք իրավունք տալիս։ Շնորհակալ եմ պարոն Աշակյան, Շնորհակալ եմ հրավերի համար։ Իմ հյուրն էր Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանը։ Կհանդիպենք։